Շատ շնորհակալ եմ Երևանի պետական բժշկական համալսարանին, ռեկտորին պարոն Մուրադյանին շատ հետևողական աշխատանքի համար զին հաշմանդամների հետ, ապրիլյան գործողությունների մասնակիցների հետ։ Իրականում մենք տեսնում ենք արդյունքը այդ աշխատանքի, մենք տեսնում ենք, որ տղաները պատրաստ են շարունակելու իրանց պայքարը հիմա արդեն քաղաքացիական կյանքում վերականգնվելու համար եւ շատ ոգևորող է, որ մեր բուժ հասարակությունը, մեր բժշկական պետական համալսարանը այդ գործին այս նվիրումով միացել է, մենք այսօր սկսել ենք քննարկել եւ անպայման համատեղ ծրագրեր ենք իրականացնելու այս խնդրի լուծմանը հետեւողական եւ արդյունավետ լուծումներ գտնելու համար։ Գիտեք, հաճախ խոսվում է նրա մասին, թե հայրենիքին իրեն նվիրած եւ իր պարտքը կատարելու ժամանակ հաշմանդամություն ստացած զինվորի կողքին պետությունը ինչպես է կանգնում։ Պետությունը դա մենք բոլորս ենք, պետությունը դա մեր բոլոր հաստատություններն են, հիմնադրամները, մեր բուժ հաստատությունները եւ սա է օրինակը նրա, թե ինչպես մենք միասին կարող ենք լուծել բարդ չլուծելի թվացող, բայց իրականում շատ պարզ լուծումներ պահանջող խնդիրներ։ Մենք նայում էինք այս շենքը, որը Երևանի ամենահին բուժ հաստատությունն է, ամենահին հիվանդանոցն է եւ ռեկտորի գաղափարն ու առաջարկն է, որպեսզի այստեղ ստեղծենք զին հաշմանդամների վերականգնողական կենտրոն։ Որոշ հնարավորություններ նա արդեն ստեղծել է համալսարանի ուժերով, որոշ բաներում մենք անպայման բանակի աջակցությամբ եւս կշարունակենք օգնել, որպեսզի դա իրոք լինի արդիական եւ բոլոր հնարավորությունները ունեցող հաստատություն մեր տղաների համար։ Եվ պետք է հատուկ շնորհակալություն հայտնեմ այն մասնագետներին, որոնք տղաներին օգնում են վերականգնողական գործում, օգնում են շատ անշահախնդիր եւ շատ հետեւողական։ Այն արդյունքը, որ մենք այսօր տեսնում ենք շարժունակության վերականգնման արդեն որոշ ձեռքբերումների, դա իրենց ամեն օրվա աշխատանքի արդյունքն է։ Ուղղակի կարելի է խոնարհվել եւ շնորհակալություն ասել։ Պարոն նախագահ, ինչ պայմաններով կանցնեն բուժումը։ Ակնհայտ է, որ զին ծառայողի, զին հաշմանդամի համար մեր պետությունը ստեղծել է բազմաթիվ ծրագրեր, հնարավորություններ, այսօր էլ առողջապահությունը անվճար է, իսկ այն մասում, որը չի ծածկվում պետական պատվերով, մենք գտնում ենք անհրաժեշտ են միջոցները, որպեսզի կարողանանք վերականգնողական միջոցառումներ իրականացնել։ Գիտեք, որ նաև մեր կառավարության քաղաքականությունն է այն դեպքերում, երբ որ Հայաստանում անհնար է այդ խնդիրները լուծել, միջոցներ հատկացնել արտերկրում համապատասխան բուժում կազմակերպելու համար, այդ ծրագիրը շարունակվելու է, իսկ այստեղի ծրագիրը իհարկե ինչպես հիմա, այնպես էլ ապագայում լինելու է անվճար։ Նախագահ կանադառնաք սահմանային իրավիճակին օպերատիվ ՊՆ-ում ելույթ ունենալով հայտարարեց, որ կապ չունի, որ դուք առաջին համարն եք ՀԿ-ի, բանակը ապակահակական է լինելու, գործնականում ինչպես եք դա պատկերացնում, չէ՞ որ զինվորները ձեզ տեսնելով գիտեն, որ դուք առաջին համարն եք, դա չէ որ թեկուզ ոչ ուղղակի, բայց անուղղակի ճնշում կարող է լինել։ Շատ պարզ եմ դա տեսնում, երկար տարիների ընթացքում մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը։ Իհարկե պաշտպանության նախարարի կուսակցական լինելը մի կողմից թվում է, որ առավելություն է, մյուս կողմից պետք է հասկանանք, որ այն բոլոր խնդիրները, որ կան բանակում, այն բոլոր բարդությունները, չլուծված հարցերը, որ կան, դրանք եւս կապվում են քաղաքական այն կուսակցության հետ, որը ես ներկայացնում եմ որպես մեծամասնության ներկայացուցիչ, զբաղեցնելով այդ պաշտոնը։ Քաղաքական պաշտոն զբաղեցնելը ենթադրում է ինչպես հնարավորություն ցույց տալու քո քաղաքականությունը, քո ուղղվածությունը միտումը, այնպես էլ կրելու այն բեռը, որը կա չկատարված կամ թերի կատարված գործերի համար։ Դրա համար ես կարծում եմ, որ նախագահի խոսքերը պետք է շատ ուղիղ հասկանալ, բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում, ինչպես չի եղել նախորդ ընտրություններում, իսկ եթե զինվորները որոշեն, որ պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը եւ որոշեն քվեարկեն այն կուսակցությանը, որից նախընտրական ցուցակն եմ ես ղեկավարում, դա իրենց քաղաքացիական իրավունքն ու ընտրությունն է։ Պարոն Սարգսյան, այսօր վիճակում կանադառնաք, տեսնում ենք, որ աճ կա օպերատիվ տվյալներով լարվածության։ Կա որոշակի լարվածության աճ օգտագործվող զինատեսակների առումով, այսօր օգտագործվել են ականանետներ, թեթևրետանի, ես կարծում եմ, որ մենք դրան պետք է ինչպես միշտ մշտական պատրաստության զգոնությամբ մոտենանք, որովհետև հակառակորդը չի թաքցրել եւ չի թաքցնում իր նպատակները, իր
արժև դրվող խնդիրները։ Մեր զինված ուժերը շարունակում են վերահսկել լիարժեք իրավիճակը եւ շարունակելու են կատարել իրենց գործը այնպես, ինչպես կատարել են այս բոլոր տարիներում։ Արդյոք դա նշանակում է ռազմավարական պլանների փոփոխություն եւ այլն, փաստացի անկանոն պատերազմների տարրեր են օգտագործվում եւ ամեն օր դա ավելանում է։ Զինադատարի ցանկացած խախտում մեծ կամ փոքր որևէ ձևով չի կարող արդարացվել, որովհետև իրականում զինադատարի ռեժիմը սահմանված է միջազգային պարտավորություն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերով։ Պաշտպանության նախարարության զինված ուժերի խնդիրն է ապահովել դրանց լիարժեք կատարումը պատասխան գործողություններով, ինչը մենք անում ենք։ Պարոն Սարգսյան, այսօր մահացած Գևորգ Խուդիկյանը Այո, բանակը չի ուղղորդվել եւ չի ուղղորդվի քվեարկության Առաջին շաբթում նստած սայլակոծեղած շարժվող զինվորներից մեկը Ռոլանդ Սահակյանն ընդամենը օրեր առաջ բողոքում էր, որ ինքը անտարբերության եւ անտերության է մաղթած, անգամ իր ծննդյան օրը չէ շնորհավորել։ Ինչու է բանը հասնում նրան, որ զինվորը դրա մասին պատմում։ Գիտեք, մենք պետքա շատ ամպերատար եւ պատասխանատու վերաբերենք նման բոլոր դրսեւորումներին։ Մարդը, որը ունի լուրջ առողջական խնդիրներ, հատկապես որ այդ խնդիրները ձեռք են բերվել մարտական գործողություններին մասնակցելու արդյունքում, իրավունք ունի անվերապահ պահանջատեր լինել եւ եթե ինքը սրտնեղում է, դա մեր աշխատանքի երևի թե բաց թողում է։ Բոլոր դեպքերում ուզում եմ, որ դուք իմանաք, որ յուրաքանչյուր դեպքը այդ տղաների մեր անընդհատ ուշադրության կենտրոնում է, մեր եւ բուժվարությունը եւ սոց ապահովության վարչությունը մանրամասն յուրաքանչյուր դեպքին հետևելով արել եւ անում է եւ անելու է ամեն ինչ, ինչ հնարավոր է նրանց աջակցելու համար։ Կոնկրետ դիմաց զինվորի պարագայում դա եւս այդպես է եղել եւ տենց շարունակելու է լինել։ Որևէ նեղվածություն նրա բաց նամակից կամ որևէ բացի պարտավորեցնելուց որևէ ուրիշ բան այդ խոսքը չի թելադրում։ Ես իրոք կարծում եմ, որ շատ բնական է, որ երիտասարդ մարդը, որ ունի խնդիր շարժունակության, կարող է սրտնեղել։ Ես կարծում եմ, մենք պետք է անենք ավելին, որպեսզի նա իրեն բավարարված գա մեր վերաբերմունքից եւ ուշադրությունից։ Մտավախություն չունեք, որ բանակի մի մասը Սեյրան Օհանյանին այնուամենայնիվ կպաշտպանի, կգործի նրա։ Ես առհասարակ քաղաքականության մեջ կարծում եմ, որ մտավախություն ունենալը կատեգորիա չի։ Ես կարծում եմ ամեն մեկը պետք է ներկայացնի իր ծրագիրը եւ ամեն քաղաքացի պետք է կարողանա հստակ հասկանա, թե ինքը որ ծրագրին եւ որ գործող անձանց է նախընտրություն տալիս։ Մնացած ամեն ինչը գեղարվեստական ժանրից է, երևի թե դրան իմաստ չունի Այսօր մահացած այսօր կամ 3 երեկոյան մահացած զինվորը փաստացի քննչական կոմիտեի տարածած տեղեկության համաձայն մահացել է, քանի որ արկը նորմալ չի պայթել եւ ստացվում է, որ մեր զինվորը մահացել է մեր իսկ զենքից, ինչ է Սերժ Սարգսյանի 80-ականների զենքը իրականություն է, հա, մենք մեր զենքից ենք արդեն մեր զինվորները։ Ես կարծում եմ, որ դուք ուղղակի ունեք որոշակի մոտեցում, որը ձեր հարցում փորձում եք թելադրել պատասխանի առումով։ Ես կարծում եմ, որ դա լիարժեք արդյունավետ չի, գոնե ժուրնալիստիկայի տեսակետից։ Այն դեպքը, որ տեղի է ունեցել այսօր, գտնվում է քննության փուլում եւ այդ քննության արդյունքները իհարկե բոլորին հասու կլինեն, արկ չի պայթել իհարկե, պամպուշտ է պայթել եւ գնդացիրի մեջ եւ ինչպես դուք հասկանում եք ցանկացած զենքի հետ միջադեպեր կարող են լինել զենքի օգտագործման կանոններից սկսած մինչեւ զենքի սարքի կամ անսարք լինելու խնդրից եւ իհարկե դրա համար կա քննչական մարմին, որ հասկանա կոնկրետ որ դեպքն է եղել։ Իսկ ինչ վերաբերում է 80-ական զենքերին, ես կարծում եմ մենք մանրամասն դրան պատասխանում ենք նաեւ զորահանդեսի անկախության օրվա։ Եթե դուք դեռ ունեք հարցեր, ուրեմն դուք երևի թե ունեք որոշակի ուղղվածություն եք հարցում, որ ես չեմ կարող փարատել որևէ պատասխան։ Պարոն նախարար, չափականակ հետ կապված այսօր մանրամասն անդրադարձակ կառավարության նիստում, բայց այդպես էլ չհստակեցրեցի գումարի չափը փոխարինող կարող եք հիմա հստակ։ Կարծեմ ես նշեցի իմ խոսքում, մոտավորապես տուփը 250 դրամի չափ գումար է, ես հիմա կարող եմ մի 10-15 դրամի սխալ թույլ տամ, բայց խոսքը վերաբերում է մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների մասին, ու մարտական հերթապահության օրերի քանակով տրվում էր ծխախոտ։ Ես համարեցի, որ դա կոպիտ սխալ է, որովհետև նրանց մեջ կան շատ ծխող մարդիկ, եւ նրանք բացարձակ պարտավոր չեն ստանալ մի ծխախոտ կամ ծխողների մեջ այն, որ իրենք չեն ծխում սովորաբար, եւ դրամային փոխհատուցում, այսինքն նույն գումարը, որ մենք ծախսում ենք ծխախոտի վրա, ավելացնելով իրենց ամսական
վճարման չափականակին մենք իրենց հնարավորություն ենք տալու որոշելու ծխեն թե չծխեն եւ ծխելիս ինչ ծխախոտ ծխեն։ Պարոն նախարար, շատ է քննարկվում այս օրերին, որ հնարավոր է նախկին պաշտպանության նախարարի Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի չարաշահումների հետ կապված։ Դուք ստանձնել եք նրա պաշտոնը, միանշանակ ծանոթ եք նաև նախկին ամբողջ գործընթացին, փաստաթղթաշրջանառությանը։ Արդյոք կան հնարավոր չարաշահումների դեպքեր, դուք նման բանի ականատես եղել եք ու հնարավոր համարում եք։ Գիտեք, ես համարում եմ, որ ցանկացած գործունեության մեջ կան ռիսկեր։ Այնտեղ, որտեղ կան մեծ գործառույթներ, բյուջետային հատկացումների մեծ հատվածներ, կան ավելի մեծ ռիսկեր։ Բայց ես չեմ կարծում, որ ես կարող եմ այս բանին մեկնաբանել կամ ասել, թե արդյոք կա քրեական որևէ գործի հիմք։ Մենք լուծելով խնդիրները հերթով քայլ առ քայլ փորձում ենք արդյունավետությունը օգտագործման հանրային միջոցների ստանձնել եք պաշտոնը։ Կարծում եմ դուք շատ լավ հասկանում եք, որ եթե ես տեսնեմ այն խախտումը, որը որ քրեականորեն հետապնդվող է, անպայման համապատասխան իրավապահ դրա մասին կիրազեկվի։ Պարոն նախարար, Հանրապետական կուսակցությունն անդադ խոսում է ներքին բարեփոխումների մասին, բայց ինչպես տեսնում եք, տարածքային ցուցակներում կրկին ներառվել են օդիոզ դեմքեր։ Օրինակ, դուք ինչպես եք վերաբերվում դրան, որ տարածքային ցուցակներում ներառվել է Միհրան Պողոսյանով հայտնի է օֆշորային գործերում։ Ես իմ բոլոր կուսակից գործընկերներին վերաբերվում եմ խորը հարգանքով։ Յուրաքանչյուրը նրանցից անցել է իր ճանապարհը եւ յուրաքանչյուրը այս պահին իր ընտրատարածքում, որտեղ որ ռեյտինգային ցուցակով է, կարող է մրցել ձայների քանակի համար։ Ես չեմ տեսնում դրա մեջ որևէ խնդիր, որովհետեւ ես կարծում եմ, որ ընտրողը իրավունք ունի կողմնորոշվելու։ Դուք գիտեք, որ այդ ընտրատարածքում Միհրան Պողոսյանը միակ տեխնացուն չի, դա մեծամասնական ընտրություն չի, այլ համամասնական ընտրություն է, որը ունի ռեյտինգային ցուցակ։ Ես կարծում եմ, որ շատ ազատ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր ընտրությունը։ Արդեն խոսում են նրանց, որ թաղային հեղինակությունները սկսել են աշխատել ճնշումներ կամ բնակիչների վրա դրան այլ Ով խոսում է, երևի իրենց պետք է հարցնի։ Պարոն նախարար, ադրբեջանցի արկայությունը, դիվերսանտի դիակի արկայությունը այստեղ որքանով կարողացավ որպես մեծակ օգտագործվել եւ իրական ազդեցություն ունենալ մեխանիզմների հետ առաջընթաց գրանցել։ Ես չեմ կարծում, որ մենք այս բանին որևէ փոփոխություն ունենք մեխանիզմների մասով։ Դուք գիտեք, որ դա Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է եւ մենք պետք է շարունակենք պնդել, որ այդ պայմանավորվածությունները լիարժեք իրականացվեն։ Իմ համար զարմանալի է թվում, երբ կողմերից մեկը հակամարտությունում փորձում է խուսափել դրանից, որովհետև դա այն անհրաժեշտ նվազագույն պայմանն է, որը կարող է օգնել ձևավորել վստահություն, իսկ առանց վստահության խաղաղություն Ղարաբաղի հարցում լինել ուղղակի չի կարող։ Պարոն նախարար, դուք նաև Հանրապետական կուսակցության քարոզարշավն եք, հա, առաջին անգամ եք քարոզարշավին մասնակցել եք։ Ինչպես եք հասցնելու նաև ձեր պարտականությունները կատարել որպես կառավարություն։ Շատ բարձ, իմ աշխատանքային օրը այսօր տևում է առավոտվա 6:30-ից երբեմն մինչև գիշերվա 11:30 եւ ես կարծում եմ դրա մեջ բավական ժամ կա, որ ես իմ աշխատանքային պարտականությունից բացի նաև զբաղվեմ այն գործով, որը որպես կուսակցության ցուցակի առաջի համար պարտավոր կլինեմ կատարել քարոզարշավի ընթացքում։ Պարոն նախարար, Սեյրան Օհանյանն ասաց, որ ինքը որ զինծառայողների գրքույկներում դժվար չի։ Իհարկե հետամուտ ենք, մենք դրա մասին խոսել ենք, նաև արդեն մամուլի ծառայությունը մեր շատ մանրամասն պարզաբանել է, մենք ունենք շատ արդյունավետ աշխատող արդեն թեժգիր 1.28 հեռախոսահամարով, որը յուրաքանչյուր օր 100-ից 150 զանգ է ընդունում եւ հատուկ այդ թեմայով թեժգություն մասնագետներ կան զբաղվող, որոնք անուն առ անուն գրանցելով յուրաքանչյուր դեպք փորձում են ուսումնասիրել։ Իհարկե կան դեպքեր, երբ որ մարդը եղել է այն զորամասում, որը մարտական գործողություններին մասնակցել է, բայց ինքը անձամբ այդ օրը մարտական հերթապահության չի եղել։ Կան զինծառայողներ, որոնք իրականում եղել են մասնակից, բայց սխալմունքով իրանց մոտ, ասենք թե նման նշում չի կատարվել։ Դեպքերը քիչ է։ 100 կարծեմ 200 մոտավորապես նման դեպքերի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է 4-5 դեպք, երբ որ անհրաժեշտություն ա եղել ուղղում կատարել։ Բոլոր զինկոմիսարիատները ստացել են համապատասխան ուղեցույցները աշխատանքի եւ մեր համապատասխան վարչությունները զինված ուժերի գլխավոր շտաբի եւ պաշտպանության նախարարության այդ դեպքերը նայում են անհատական հիմքով։ Մենք ունենք մի ընդհանուր լուծում բոլորի համար։ Կարծում եմ դրա մեջ կա ներգրաված եւ էմոցիոնալ դաշտ, երբ բոլորը ցանկություն են ունեցել ապրիլյան գործողություններից հետո բոլոր այն տղաներին, ովքեր այդ օրերին մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայելիս են եղել, նշում կատարել մարտական գործողությունների մասնակցության։ Եղել են նաեւ դեպքեր, երբ որ ուղղակի այս կամ այն պատճառով վրիպել են եւ չեն նշել։ Այդ բոլորը ուղղող է, այսինքն մենք չենք խոսում մի այնպիսի
թվի մասին, որը հատ առ հատ անհատակպես հնարավոր չի նայել։ Մեծ խնդիր դրա մեջ չեմ տեսնում, ամենակարևորն է, որ կա գործիք, մեխանիզմ խնդիրը լուծելու յուրաքանչյուր դեպքում։ Նախարար աշխատում է 1000 դրամների հիմնադրամը, ինչքան գումար է հավաքվել։ 1000 դրամների հիմնադրամը աշխատում է, հիմնադրամի խորհուրդը ձևավորվեց անցյալ կառավարության նիստի որոշմամբ, առաջիկա օրերին մենք անց ենք կացնելու հիմնադրամի առաջի նիստը հոգաբարձուների խորհրդի, որի ժամանակ մի շարք կարևոր փաստաթղթեր եւ կարգավորումներ պետք է ընդունվեն։ Ինչպես գիտեք, տարածվում է հիմնադրամի գործունեությունը սույն թվականի հունվարի 1-ից տեղի ունեցած դեպքերի վրա։ Ես ասել եմ, որ մենք անպայման նաև կանդրադառնանք այն դեպքերին, որ տեղի են ունեցել օրենքի ընդունումից եւ ուժի մեջ մտնելու այդ հատվածում։ Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք, մենք ձևավորեցինք մի գործիք, որով պետությունը եւ հասարակությունը յուրաքանչյուր զինծառայողին վստահություն է ներշնչում, որ դժբախտ պատահարի, հաշմանդամության ձեռքբերման եւ Աստված մի արասո մահվան դեպքում նրա ընտանիքի կողքին կանգնած կլինի մեր ողջ ժողովուրդը։ Մենք այսօր արդեն ունենք համակարգ, երբ փաստորեն զոհված սպայի ընտանիքը կամ առաջի կարգի հաշմանդամություն ստացող սպայի ընտանիքը արդյունքում ստանալու է 82 միլիոն դրամի չափ գումար, 10 միլիոն առաջի վճարմամբ եւ այնուհետեւ յուրաքանչյուր ամիս 300,000 դրամ, որը կարծում եմ շատ լուրջ աջակցության ձև է եւ բազմաթիվ երկրների փորձը ուսումնասիրելով մենք տեսնում ենք, որ նման ապահովագրական վճարներ շատ տեղ չի որ կա։ Եվ շարքային կազմի համար այդ գումարը կազմելու է մոտավորապես 52 միլիոն։ Այս բային վճարումներ չկա, որովհետև հոգաբարձուների խորհուրդը պետք է ձևավորվի։ Կայքեջը, որի մասին ես խոսել եմ, արդեն պատրաստ է եւ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվելուց հետո անմիջապես կթողարկվի, որի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա տեսնել եւ իր կատարած վճարումը, եւ պարտադիր եւ կամավոր, եւ կկարողանա տեսնել այն շահառուների թիվը, որոնք ստացել են այդ գումարները զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու պարագայում։ Բոլոր դեպքերում կարծում եմ դա շատ կարևոր գործ էր մեր զինված ուժերում ծառայություն իրականացնող անձանց վստահության եւ երևի թե ապահովագրված զգալու այդ զգացումը հաղորդելու համար։ Իհարկե որևէ բան չի կարող հատուցել ոչ հաշմանդամությունը եւ ոչ նամանավանդ զոհը, բայց մեր պարտքն է երևի կանգնել այդ մարդկանց եւ իրենց ընտանիքների։ Պարոն նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ Ալիկ Միրզաբեկյանին եւ Պաշտպանության նախարարության մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին ինքը դեմ է եղել, որ ազատեն, որովհետեւ կոռուպցիան իրականում այդտեղ չէ։ Դուք կիսում եք այդ տեսակետը, որ նրանց հանիրավի են փաստորեն պաշտոնազրկել։ Ես կարծում եմ, որ եթե Պաշտպանության նախկին նախարարը դեմ է եղել, որ իր տեղակալը ազատվի աշխատանքից, ինքը պետք է դրա մասին հայտարարեր ազատվելու պահին։ Մնացած ամեն ինչը ձեր վերլուծելուն եմ։ Իսկ նա լուրջ մրցակից համարում եք, պարոն նախարար։ Շնորհակալություն։